Հայաստանի Հանրապետության առաջին հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր իր պարտքը համարեց այցելել Կոմիտասի անվան Պանթեոն, մասնակցելու աշխարհահռչակ խմբավար Օհան Դուրյանի ծննդյան 90-ամյակին նվիրված արարողությանը։ Պանթեոնում էին նաև սիրված արվեստագետի ընկերները, հարազատները, նրա արվեստի երկրպագուները։ Երբ ասում ես Օհան Դուրյան, միանգամից մի քանի հոմանիշ է գալիս, մի քանի բառ, տաղանդ, մեծահոգություն, բծախնդրություն, խստապահանջություն, աշխատասիրություն, սեր դեպի երեխաները, ավակ ընկեր, մեծ քաղաքացի եւ իհարկե բացառիկ արվեստագետ, որից բոլորը սովորում են։ Ոչ միայն նրա արվեստից են սովորում, նրա բնավորությունից, նրա վերաբերմունքից դեպի իր գործը, դեպի իր հայրենիքը։ Շատ ջուրահավատ էր, գիտեք։ Նրան շատ հեշտ էր խաբելը, բայց հետո զգում էր, որ այդ բանը չպիտի անես, որտեղ էսի չի կարելի։ Շատ զարմանալի մարդ է, շատ ընտիր մարդ, շատ ընտիր ազնվորություն։ Մինչև վերջի շունչ մնաց իր պայծառ բարձրությամբ։ Հավաքվածներին մեծ ցավ էր պատճառում մեծահռչակ խմբավարի մասին այսօր անցյալով խոսելու փաստը։ Շատ հետաքրքիր, յուրահատուկ, տաղանդավոր դիրիժոր, եւ իրեն ես բնութագրել եմ բոլոր տեղ, ասում եմ ինքը տաղանդավոր է, խենթ է, բայց շատ համով։ Այսօր ես շատ տխուր եմ, որ ինքը ես կայնած եմ ստեղ, ինքը հողի տակ, բայց մեկը ինքը չի կա մեզ հետ, բայց մի օր մենք իրան կմիանանք։ Ինչպես վստահեցնում է արձակագիր Կայնե Խոդիկյանը, իր համեստությամբ, արդարության հանդեպ անսահման ձգտմամբ էր Օհան Դուրյան մարդն ու արվեստագետն արժանացել ժողովրդական սիրո։ Շուկան փոքրիկ հանրահավաք էր դառնում շուկան։ Սկսած, որ գլուխ էին ջարդում ով իր միրգը տա մայեստրոին եւ վերջացրած հարցերով, թե ինչ է լինելու մեր վիճակը։ Ցավոք այսօր քիչ են այն մտավորականները, ում հասարակ ժողովուրդը կարող է մոտենալ եւ Կյանքի վերջին տարիներին թեև մայեստրոն գանված էր անկողնուն, սակայն մասնակցում էր Հայ ազգային կոնգրեսի բոլոր միջոցառումներին, իր պարտքը համարում Մատենադարանի հարթակից դիմել իր ժողովրդին եւ սթափվելու կոչ անել։ Ռուզաննա Ոսկանյան, IPF